Partnerșdehin. Այսօր խոսելու եմ երկրորդային, նույնիսկ երրորդային նշանակության հարցի մասին։ Զգացվում է, որ ներքին եւ արտաքին թշնամին, երբ որ ձախողվում է, մեծամասամբ արտաքին հարաբերություններում, եւ ձախողման հիմնական պատճառը նրանք արդեն զգում են եւ չեն բարձրաձայնում, որ գովաց չլինի, իհարկե, միշտ ծածուկ են պահում, խոսքը հենց բևեռի մասին է, գործի են դնում իրենց կղանքը։ Պատկերացրեք պատկառելի մարդ, ով մեծ հեղինակություն ունի, ասենք ոչ մի կերպ չեն կարողանում այդ մարդուն հաղթել, ասենք ինչ-որ մեկը կղանք վերցնում է ու այդ մարդու ուղղությամբ նետում է, պատկերացրեք, եթե կպավ սկսել է հոտ գալ, էլի այդ գարշահոտությունը այդ մարդուց էլ է գալու։ Իրենք արդեն իջել են այդ աստիճանի, որ գործի են դրել իրենց կղանքը, խոսքը ներքին եւ արտաքին թշնամիներին է վերաբերում։ Ես նախկինում անդրադարձել էի այս երևույթին եւ քանի որ կղանքի հետ ինչքան շաղախում ես կամ շփվում ես, այնքան գարշահոտությունը տարածվում է, ես մի անգամ անդրադարձա ու դադարեցրեցի, ասացի թող չորանա մի քիչ, որ հոտը չտարածվի, բայց դադար չի մնում, տրորում են նորից հանում նետում են դեպի բևեռը, այդ կղանքին, ես նորից իր անունը չեմ տալի, ինքը գիտի, որ լսի կհասկանա ինչի մասին է, գերմանյան վերենգացի մասին է, ով իսկապես լկտի ստերով ուզում է եթերները լցնել բևեռին խոչընդոտելու, խանգարելու նպատակով, բայց ինքը չի հասկանում, որ թուրքական լոբիստական կազմակերպությունների հետ իր կապը բացահայտ ասում է, չնայած ինքը ոչ մեկն է, որ թուրքական լոբիստներն իր հետ շփվեն, իսկ եթե անգամ իրեն տեղեկություններ են տալի ըստ իրեն, թուրքական լոբիստական կազմակերպություններից է իմացել բևեռի մասին, իբր թուրքական, հա մարդկա բևեռին բանը ռուսական կառույց է համարում, քանի կար մինչև պատերազմը հակառուս էինք, պատերազմից հետո ռուսամետ ենք, այս մի թևն էլ արդեն թուրքամետ է դարձել բևեռին։ Վիլսոնի իրավարար վճռով Թուրքիայի կործանում նախատեսող կամ կառույց կազմող քաղաքական թիմին թուրքամետ են համարում։ Ըստ էս բանի, ապուշի, էլի, այս կղանքի, ուրիշ բան չեմ կարող ասել։ Հասկանում եք, ասում է թուրքական լոբիստական կազմակերպություններից եմ ինձ տեղեկացրել են, որ բևեռը թուրքական, չգիտեմ, ես ինչ ծրագիր ունի։ Մի հատ հարց։ Թուրքական լոբիստական կազմակերպությունները քեզ ինչ են տեղեկություններ տալի։ Համագործակցություն է դա նրանց հետ։ Թե նրանք քեզ տեղեկություններ են տալի, ասում են հնարավորինս խանգարեք այս թիմին, որովհետև սա մեզ խանգարում է։ Տասնյակ թուրքական եւ ադրբեջանական լոբիստական կազմակերպություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի հատ լոբիստական կազմակերպություն բևեռի կողմից վարձակալած կարողանում է հակակշռել։ Հասկանում եք։ Հիմա հարց է առաջանում, այս մարդը թուրքական լոբիստների հետ ինչ գործ ունի։ Կամ որ ասում է, բան արեք, տարածեք, գրանցվեք իմեջի մեջ, անգամ պատանիներ, երիտասարդներ, դպրոցականների ավակ դպրոցականների ասեք թող գրանցեն բան սովորեն։ Հետնել ինքը իրեն ասում է, որ ինձ քննադատում եք, ասում է հայհոյանքներ արտաբերելու մեջ, ասում է, բա եթե ես սա հիմի չասեմ, մեկուս թուրքը գալուց է ինչ որ ասեմ, այդ նույնը քեզ քո տան մեջ անի։ Այսինքն դուրս է գալիս ինքը հայհոյելով թուրքի դեմ նարվում է, ես չեմ հասկանում։ Օրինակ Գարեգին Նժդեհը, որ գնում էր Ղարաքիլիսայի ճակատամարտ, Դիլիջանում այնպես մի ճառ ասեց, որ բոլորը իր հետևից գնացին առանց հայհոյելու, կամ Ղարաքիլիս կամ Սարդարապետի ճակատամարտի ժամանակ կաթողիկոսը հայհոյեց ժողովրդին, որ ժողովուրդը գնաց Սարդարապետ։ Չէ, ուրիշ բան ասեց։ Այս կղանքի մոտ բան է, թվում է, որ ինքը եթե հայհոյում է, հաջողակ է։ Այսինքն կրթության նախարարը իբր քիչ է աղավաղում մեր պատանիների կամ երիտասարդների կրթությունը, ես էլ մի կողմից է ուզում անել։ Վերջը կղանք ինչքան տրորում ես, այնքան գարշահոտությունը տարածվում է, բայց ասեմ, որ ինքը անպատիժ չի մնալու։ Ուղղակի, ինքը երկրորդ, երրորդային էլ չի, բայց օրը կա բարին հետը։ Երկրորդային կամ երրորդային երևույթը, երբ որ մենք միավորվելուց խոսում ենք ժողովուրդ, ուրեմն քաղաքական դաշտ են նետվել ներքին ու արտաքին թշնամու կողմից սպասարկվող քաղաքական գործիքներ, երևույթներ։ Հասկանում եք, գողեր, ովքեր գողանում են բևեռից իր ծրագիրը եւ ներկայանում են ժողովրդին։ Այդ գողերին, եթե դուք մեզ հորդորում եք գնանք այդ գողերի հետ համագործակցենք, դա նույնն է թե ասես գնա Ալիևի հետ կամ Պուտինի հետ համագործակցի։
Նրանք ոչինչ չեն ասում, որ գողացել են։ Ես մի պարզ օրինակ բերեմ։ Էլի անուն չտամ, որ չասեք, էլի կհասկանաք ում է վերաբերվում։ Պատկերացրեք, Բևերը կառուցել է մի տուն, ամուր հիմքով, ամուր պատերով եւ մի քանի հարկանի տուն է կառուցել։ Կառուցել է։ Եվ այդ տան մեջ ապրում են, գործում է այդ տունը, տանիք ունի։ Եվ ինչ-որ մեկը մի պատանի գա նկարի այդ տունը ու գնա ցույց տասի, ես կարող եմ այսպիսի տուն կառուցել։ Չկառուցի, ասի ես կարող եմ այսպիսի տուն կառուցել։ Եկեք ինձ աջակցեք, որ կառուցեմ։ Բևերն արդեն կառուցել է այդ տունը։ Հասկանում եք։ Ու քանի որ Բևերին ամեն կերպ բոլոր այս մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը ռուս-թուրքական դաշինքին են ծառայում։ Դրա համար Բևերը անհասանելի է ժողովրդին։ Հասկանում եք։ Բևերն ինչ ասում է, անում է, անհասանելի է։ Ինչ որ մեկը արտատպում է, թղթի վրա գործ չկա, չի կարող ինքն այդ գործը անել։ Ինչ որ արդեն արվել հասել են այս կետին։ Լուսանկարի ցույց տալի, բայց նրան քանի որ հնարավորություն են տալի լայն սփռման, մարդկանց մոտ տպարտ է, վայ, հրաշքներ է ստեղել, ինչ լավ բան է ցույց տալի մեզ։ Ինչ գեղեցիկ տուն է, ամուր։ Բայց այդ մարդը չգիտի, որ այդ տունը կառուցել են այս ինչ մարդիկ, ու դա կա արդեն, գործում է։ Հասկանում եք, դուք ուզում եք նկարիչի եւ իսկական ստեղծագործողի տարբերությունը չեք ուզում հասկանալ։ Ժողովուրդ միասնությունը շատ կարեւոր է, բայց թուրքերն ու ռուսները քաղաքական դաշտ այնքան աղբ են նետել, որոնք ձեզ խափում են, ասում են հրաշալի բաներ, Վիլսոնի իրավարար վճռից են խոսում։ Վիլսոնի իրավարար վճռից խոսացողը պետք է գնա, սա երևույթ է, Արա Պապյանը երևույթ է, ոչ թե ասում եմ ինքը երևույթ է, ասենք եթե մեկը ուզում է Վիլսոնի իրավարար վճռով գոնե հետաքրքրվի, դա պետք է գնա ասի պարոն Պապյան, գիտեմ դու 1000 արխիվ եք մտել, տարբեր երկրների, տասնյակ տարիներ բնօրինակներ եք հանել, կազմել եք, հիմնավորել եք, ուր եք հասել, ես էլ եմ ուզում, ես այդ գաղափարը կիսողն եմ, ես էլ եմ ուզում այդ ուղղությամբ աշխատել, կամ միասին աշխատենք, կամ լավ միասին չես ուզում, ասում է, հետաքրքիր է, էլի Պապյանը միշտ բաց ասում է։ Հիմա Պապյանը երբ որ խոսում է ցեղասպանությունից, Վիլսոնի իրավարար վճռից, չէ, ասենք Մոսկովյան պայմանագրից, այդ ապօրինի կամ Բաթումի պայմանագրից, չգիտեմ, Եսիմինչի պայմանագրից, հասկանում եք, Կարսի պայմանագիր, հազար ու մի թուրքերն ու ռուսներն այնքան պայմանագրեր են սարքել, որ կարողանան Վիլսոնի իրավարարը դեմ առնեն։ Ոչ նայում ես դիտումները 7000, 5000, 10000, 20000։ Բայց մեկը Վիլսոնի իրավարար վճիռ բերանից թրցրեց, այսինքն եթե թշնամու բազայի աշխատողն է, մեկ էլ տեսնում 100,000, 200,000 դիտում։ Բայց ընդհանրապես այդ բառն արտաբերում է, որ տարբերությունը սա է։ Մենք ոչ թե նախանձում ենք կամ ասում ենք, վայ, մեր մտքերով գողացավ, գնացավ, չեմ, եթե իմանամ, որ ինքը վերցրել է, պետք է կիրառի։ Ոնց կարող է մեկը իմ տունը, իմ կառուցած տունը նկարի գնասի, ես կարող եմ այսպեսի տուն սարքել, եկեք ինձ աջակցեք, գնամ սարքեմ, հա, ես սարքել եմ, դա արդեն ժամանակի մեջ, ես առաջ եմ, ես կարող եմ արդեն գործ անել։ Մինչև դու այդ տունը փորձես սարքել, նախ չես էլ սարքելու, դու խափում ես, որ տանը շեղես, ընդհանրապես ժողովրդի հույսը վերջնական, ասեմ, դրանք բոլորը Նիկոլներ են։ Բոլոր անխտիր։ Սրա անուններ չտամ, ինձ թվում է գլխի կլնեք։ Հասկացաք, որովհետև արդեն մենք դաշտում քաղաքական գիտենք ով է ազգային մտածելակերպ, ով է սրտացավ, հասկանում եք։ Ոնց կարող ես, ասենք, իշխանությունների հովանավորությունը ստացած մարդու հետ գնալ համագործակցություն։ Ախր այդպես չի լինում։ Ախր դուք պետք է տեսնեք, որ այդ մարդը իշխանություններին թեթև քննադատում է, բայց հանցագործ չի համարում, բայց լեգիտիմ է համարում։ Դրա հետ ո՞նց համագործակցեն։ Փառքնժդեհին, ստապ եղեք։ Ուղղակի ես եթերը ստիպված էի անել, որ հասկանաք ինչը ընչոց է։ Շնորհակալություն ուշադրության համար։